Ողջույն։ Տարբեր գերատեսչություններում աշխատող քաղծառայողներին հանգստյան օրը Փաշինյանը բերման էր ենթարկել մարզահամերգային համալիր, որպեսզի մեկ ժամ ելույթ ունենա Ադրբեջանի ազգային շահերը սպասարկող իր քաղաքականության մասին։ Նախ ելույթի մասին։ Էլի երկար-բարակ բացատրել է, թե ինչ է պետությունը ըստ իրեն։ Պետության հարատևությունից է խոսել, 1000 տարվա տեսլականի մասին է խոսել, ինչ-որ լեգիտիմության մասին է խոսել, բնականաբար չասելով, որ ինքը բոլորովին իր իշխանությունը դրանից չունի, սկսած այն պահից, երբ ինչ խոսքեր տվել ու հավաքել ձայն տապալեց։ Փաշինյանն արդարացել է բանակը չզինելու իր քայլի մեջ, ասում է. բազմաթիվ երկրներ հրաժարվել են մեզ սպառազինություն և տեխնիկա վաճառել, որովհետև համոզված են եղել, որ այդ զենքը կօգտագործենք մեր սահմաններից դուրս։ Սա բացի բառակույտ լինելուց, կարծում եմ նաև շատ խնդալու արդարացում է և մեծ սուտ։ Նիկոլ Փաշինյանից առաջ Հայաստանը տարբեր երկրներից ձեռք է բերել անհրաժեշտ զինտեխնիկա։ Եթե իր կառավարությունը չի կարողացել բանակցել բերել, վստահություն չի ներշնչել, կամ չի ցանկացել զենք բերել, կամ թույլ է եղել ու Ադրբեջանը կարողացել է իր կապերով ազդել այլ երկրների վրա, որ զենք չվաճառեն, դա բոլորովին այլ է։ Եղել է դեպք, որ Հայաստանը զենքի կարիք ունենա, ցանկանա սպառազինություն ձեռք բերել, օրինակ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից ու մերժում ստանա։ Ասեն չէ, դու մեր զենքով Հայաստանից դուրս կկրակես։ Ավելին ասեմ, քանի միլիոն դոլարի զենք է Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից ստացել որպես նվեր։ Աշխարհի որևէ այլ պետությունից ստացել է։ Ֆրանսիայից վիլիսներ էին բերում, կարծեմ, ձրի էր։ Կար զենք, որը ուզում էիր ու չէիր կարող ստանալ քո ռազմավարական դաշնակցից, բայց նաև տարբեր երկրներից էլ ենք զենք ձեռք բերել տարիներ շարունակ։ Այսինքն դուք չեք կարողացել բանակցել, չեք կարողացել ձեռք բերել զենք որևէ երկրից ու ասում եք չէին տալիս, որ երկրից դուրս չկրակենք։ Իսկ կարող է, որ սահմաններից դուրս կրակել չէին թույլ տալիս, դրա համար նախորդ տարվա ակցիաների ժամանակ երկրի ներսում կրակեցիք։ Բայց քանի որ նման արդարացում են մտածել, թե զենք չեն տվել, որ սահմաններից դուրս չկրակենք, բայց այդ դեպքում Ադրբեջանին ո՞նց են տվել։ Չեն վախեցել, որ միջազգայինորեն ճանաչված սահմաններից դուրս կկրակի։ Ձախողումները հիմնավորել նման անիմաստ ձևակերպումներով ուղղակի խնդալու է։ Ելույթի ամենաերկար հատվածը վերաբերում էր Ալիևի պահանջով սահմանադրությունը փոխելու։ Տպավորություն ստացա, որ այդ հավաքը հենց դրա համար էր, Ալիևին ասել, որ քո պահանջը պատրաստում եմ կատարել, եթե 26 թվականի ընտրություններում վերընտրվեմ և խնդրում եմ օգնիր, որ վերընտրվեմ։ Թե բա ժողովուրդը սահմանադրությունից իրեն օտար է զգում, ապրելու կանոնները որոշել են ուրիշները, արդարադատություն և այլն։ Ալիևը պահանջել է փոխել, սա ուզում է փոխել, մնացած 3H արդարացումները լրիվ անիմաստ են։ Նիկոլ Փաշինյանն ինքը որոշում է մեր երկրում ում բռնեն, ում բաց թողնեն, ումից ինչ խլեն և որքան խլեն, ումից խլածը ում տան։ Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ ինքն է որոշում, ով լինի կաթողիկոս, ինչպես ընտրվի, որ դատավորը, որ դատական նիստը ոնց անի ու ինչ երգով ավարտի։ Ինչ սահմանադրություն։ Նախկին ՔՊԱ-կան դատավոր Սարգիս Պետրոսյանն այսօրվա դատական նիստում ասում է, որ շրջաբերական է ստացել և պետք է դատական նիստերն անցկացնի ավելի հաճախ։ Այսինքն, շրջաբերական ուղարկողը ինքը դատարանի փոխարեն որոշում է ու դատարաններին պարտադրում, ոնց պետք է նիստերը նշանակի, ըստ երևույթին նաև ինչ խոսի, երբ մտնի խորհրդակցական սենյակ ու ինչ որոշմամբ դուրս գա։ Նիկոլ Փաշինյանը, որը դժվար չէ կռահվել այդ շրջաբերականի հեղինակն է, հենց այդ մարդը խոսում է սահմանադրությունից։ Լավ իսկ ներկաներից որևէ մեկը այլ կարծիք ունի, ներսում իր, որ սահմանադրությունը փոխում եք Ալիևի պահանջով։ Այդպես են չէ բոլորը մտածում։ Էլի խոսել է պետության շահի կարևորության մասին, ու առանց ընդգծելու, թե որ պետությանը նկատի ունի, որովհետև ժողովուրդը ինչպես որ առաջ էր, այնպես էլ հատկապես հիմա մտածում է, որ Նիկոլի համար առաջնահերթություն է Ադրբեջանի շահը։ Էլի ասել է, թե մարդը բարձրագույն արժեք է։ Հետաքրքիր է, թե մարդ ասելով ու բարձրագույն արժեք ասելով, բացի ՔՊԱ-ներից ում նկատի ունի։ Օրինակ թոշակառուն բարձրագույն արժեք է,
Աղաջանյան Արթուրենց ընտանիքը, որ նախորդ ամիս ճամպրուկները հավաքեց ու բնակության տեղափոխվեց Ֆրանսիա, այն նրանք բարձրագույն արժեք են, թե չէ։ Քաղբանտարկյալ Մանթաշյան Լիդիան բարձրագույն արժեք է։ Այն մարդը, ում գլխին սարքելու հրահանգ եք տվել հենց այսօր, բարձրագույն արժեք է, թե չէ։ Ո՞վ է բարձրագույն արժեքը։ Էլի արդարացել է, թե ինչու չի բարձրացնում աշխատավարձը պետհիմնարկների, հասարակ աշխատողների, ասելով, թե ժողովուրդը կհայոյի։ Այն որ նախարարի աշխատավարձը 1.5 միլիոն էր սարքում, կամ դատավորին է, դատախազին է, քննիչինը բարձրացնում էր, չէր մտածում այդ հայհոյանքների մասին։ Բայց ամենախնդալուներից մեկը այն հատվածն էր, որում խոսում էր, թե Հայաստանի Հանրապետությունը այսօր անկախ է, քան երբևէ, ինքնիշխան է, քան երբևէ։ Այսքան ակնհայտ սուտ 1991 թվականից ի վեր սա առաջին անգամ է, որ թշնամին 200-ից ավելի քառակուսի կիլոմետր խորացել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մեջ ու սպառնում է դուրս չգալ։ Դուք էլ ասում եք մենք զենքով հետ բերելու, այսինքն հետ բերելու հարց չենք դիտարկում, բայց սա խոսում է, որ երբեք ավելի ինքնիշխան չենք եղել։ Չկար այդ ելույթում մի բան, որի մասին նա չէր խոսել, կրկնում էր նույնը։ Սահմանադրությունից բացի մեկ էլ կրթության կարևորության մասին էր ժամերով խոսում։ Նա, որը չունենալով բարձրագույն կրթություն, երկրի ամենաբարձր պաշտոնն է զբաղեցնում, ում թիմում բանակից փախածներից հետո հաջորդ ամենամեծ խումբը կազմում են բարձրագույն կրթություն չստացածները։ Սա ելույթի մասին։ Քարոզչական առումով թվում է հետաքրքիր բան է մտածել։ Կազմակերպել է համաժողով, իրար գլխի է հավաքել 7000-ից ավելի մարդ եւ լիքը բազմամարդ դահլիճ ցույց տալով դա ներկայացնում է որպես իր էլեկտորատ։ Հիասթափեցնե։ Իզուր է։ Երևի բացի առաջին մի երկու շարքից, որտեղ ԿՊԱ-կան պաշտոնյաներն էին, մնացած շարքերի վրա հույս չկապեք։ Այդ միջոցառմանը մասնակիցների ճնշող մեծամասնությունը ուղղակի ատում է այս կառավարությանը, աշխատելով կառավարչական օղակներում։ Ժողովուրդ ջան, որքան որ մարզերից ավտոբուսներով օրինակ որ բերել էին, մարզահամերգային համալիր էին բերում քաղծառայողներին, ավտոբուսներով։ Դա մի քիչ հասկանալի է։ Իսկ օրինակ Երևանի կենտրոնից, նախարարությունների շենքից, ընդամենը 4 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հանդիպման վայր ավտոբուսներով կազմակերպած բերելու իմաստը ո՞րն էր։ Հանդիպման մասնակիցներից մի քանիսը ինձ հայտնեցին, որ կազմակերպել բերել են ցուցակներով։ Աշխատողների մի մասն ասել է՝ մենք կգնանք ինքնուրույն։ Վերադասն ասել է՝ ոչ, կհավաքվեք նախարարությունների մոտ, կգնաք ավտոբուսներով, ցուցակով ներկա բացակականենք։ Վախեցել են, որ այլապես չեն գա։ Ոնց որ պլան են դրել դատավորների վրա, որ պետք է այսքան նիստ անես, այսպիսի որոշում տաս, նույն ձևով պլան են դրել հիմնարկի պետի վրա, որ պետք է այսքան աշխատող բերես։ Իսկ ներկաները ոչ միայն ձեր աջակիցները չեն, այլ էլ ավելի զզվեցին ձեզնից իրենց հանգստյան օրը ձեր վրա վատնելու համար։ Ու նաև խնդալու էր, երբ բերման ենթարկվածների դիմաց ելույթ ունենալով ասում էր, որ մարդիկ դժգոհ են, համարում են, որ իրենց փոխարեն տարիներ շարունակ որոշել են ուրիշները, թե ոնց ապրեն եւ այլն։ Հենց դուք եք ուրիշների փոխարեն որոշել, ստիպել գնալ ու 1 ժամ լսել մի մարդու ելույթ, ում տանել չեն կարողանում։ Վստահեցնում եմ, եթե Նիկոլ Փաշինյանը հետևում ունենար մի կես հրապարակ ժողովուրդ, ամիսը մեկ միտինգ կաներ, բայց համարում է, որ եթե հասարակ ժողովուրդը կողքը չունի, գոնե գործադիր, դատական, իրավապահ, տիմերի, փրկարարների, ոստիկանների, դպրոցների, բուհերի ժողովրդին կբերի, գոնե կխաբի այդպես հեռուստադիտողին։ Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանը գաղտնիք չէ, վաղուց իրավիճակին չի տիրապետում։ Ցուցակներով, ավտոբուսներով 7-8 հազար հոգի հավաքել ու հավատալ, թե իր մարդիկ են, իրեն լսելու են, հենց իրավիճակին չտիրապետելու մասին է խոսում։ Այն, որ նրանք կատարում են ձեր հրահանգները, չի նշանակում, թե ձերոնք են։ Հրահանգները կատարում են վախից ելնելով, կատարում են չուզենալով, այդ հիմա են ենթարկվում։ Բայց Նիկոլը պետք է տեղյակ լինի, ի գիտություն ընդունի, որ նրանք իրեն ձայն տվող չեն։ Ավելին ասեմ, որ օրը զրկվեց իշխանությունից, հենց հաջորդ օրը տեղի ունենան ընտրություն 3% ձայն չի հավաքելու, այդ վստահ եմ ասում։ Անկամ այն կինը, որ ասում էր թող հացը դառնա 1000 դրամ, բայց Նիկոլը մնա, այն ինքը չի ընտրելու։ Այն հայտնի մատուցողը, որին բերել էր կեղծ պատարագի, չի ընտրելու։ Ոչ էլ այն հայտնի Ախուրյանցին, ոչ էլ
Ալեն Սիմոնյանը կամ Գևորգ Պապոյանն ու մյուսները, ու չգիտենք էլ դրանք ուր են լինելու։